Վարկային պարտավորությունների թերացման դեպքում մեր որպես երաշխավորի վարկային պատմությունը հնարավոր է բացասական ազդեցություն կրի։ Որոշակի վտանգներ կան երաշխավորությունների հետ կապված։ Երաշխավորությունը իրենից ներկայացնում է, այսպես ասած, սուբսիդիար պատասխանատվություն։ Այն դեպքում, երբ պարտապանը կատարում է իր պարտավորությունները, նա պետք է տեղյակ պահի երաշխավորին։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Յուրաքանչյուր էպիզոդում մենք ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք ստեղծել որակյալ կրթական բովանդակություն, որը ձեզ կօգնի կայացնել գրագետ ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ podcast-ին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր պարբերական տեսանյութերը։ Այսօր կշարունակենք գրավի հետ կապված մի թեմա, որը վերաբերում է երաշխավորություններին։ Ինչպես ասացինք նախորդ անգամ, գրավը դա վարկի ապահովման միջոց է, բայց երբեմն բանկերը նաև ուզում են երաշխավորություններ կամ գրավի փոխարեն ուզում են երաշխավորություններ, ինչպես իրավաբանական անձանց դեպքում, այնպես էլ ֆիզիկական անձանց դեպքում։ Որոշակի վտանգներ կան երաշխավորությունների հետ կապված եւ հետեւաբար, եթե մեր բարեկամը, ընկերը, ծանոթը մեզ խնդրել է երաշխավորություն տալ իր վարկի համար, պետք է լավ հասկանալ, գիտակցել դրա հետ կապված ռիսկերը, ինչպես նաև այն պարտավորությունները, որ ստանձնել է մեր ծանոթը։ Քանի որ եթե նա չկատարի իր պարտավորությունները, բանկը կամ վարկատու կազմակերպությունը դիմելու է մեզ, որպեսզի մեզանից ստանա այդ պարտավորությունների կատարումը։ Եվ իրականում երաշխավորությունը ինքն իրենից ներկայացնում է նույն վարկային ռիսկը, եւ երաշխավորության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ԱՔՌԱ վարկային բյուրոյին եւ այդ վարկային պարտավորությունների թերացման դեպքում մեր որպես երաշխավորի վարկային պատմությունը հնարավոր է եւս բացասական ազդեցություն կրի։ Եվ իմ հետ մասնավորապես նման դեպք եղել է, այդ նշանակում է, որ շատերի հետ կարող է լինել նման դեպք, դրա համար էլ ասում եմ, որ պետք է զգույշ լինել։ Երաշխավորության պայմանագիրը ըստ Կառավարօրենսգրքի պետք է կնքվի գրավոր, բնականաբար մեր երկրում բանավոր պայմանագրեր առանձնապես չեն կնքվում։ Երաշխավորը պարտապանի հետ միասին կրում է համապարտ պարտավորություն պարտադիր աճ նկատմամբ ամբողջ պարտքի գումարի չափով։ Համատեղ երաշխավորություն ստանձնած անձիկ պարտադիրոջ հանդեպ եւս կրում են համապարտ պարտավորություն։ Երաշխավորությունը իրենից ներկայացնում է, այսպես ասած, սուբսիդիար պատասխանատվություն, որը նշանակում է, որ պարտատերը առաջին հերթին պետք է պահանջի պարտքը պարտապանից, որի կողմից այն չկատարելու կամ թերի կատարելու դեպքում նոր կարող է դիմել երաշխավորին։ Այսինքն անմիջապես պարտատերը չի կարող մեզ դիմել պարտքը ստանալու համար, եթե կա պարտապան, որը բարեխիղճ կերպով, պարտաճանաչ կերպով կատարում է իր վարկային պարտավորությունները։ Երաշխավորը կարող է պաշտպանվել պարտատիրոջից նույն հիմքերով, ինչև որ պարտապանը, եթե տեղի են ունեցել որոշակի նրա իրավունքների խախտումներ։ Երաշխավորը վճարելով պարտապանի պարտավորությունների համար ստանձնում է նրա իրավունքները, այսինքն նա ըստ էության փոխարինում է պարտապանին ինչպես պարտականությունների, այնպես էլ իրավունքների տեսանկյունից։ Այն դեպքում, երբ պարտապանը կատարում է իր պարտավորությունները, նա պետք է տեղյակ պահի երաշխավորին, որպեսզի չունենանք իրավիճակ, երբ պարտատերը եւ պարտապանից եւ երաշխավորից ստացել է միևնույն գումարի վճարումը, այդ դեպքում երաշխավորը կարող է դիմել պարտատիրոջը եւ հետ ստանալ գումարը կամ դատական կարգով հետ բռնագանձել գումարը։ Երաշխավորությունը կարող է դադարել հետևյալ դեպքերում. երբ որ պարտապանը կատարել է իր պարտավորությունները եւ այլևս այն պարտավորությունը, որի համար մենք տրամադրել ենք երաշխավորություն, սպառված է կամ գոյություն չունի։ Երկրորդ դեպքը այն դեպքն է, երբ պարտքը փոխանցվել է մեկ այլ պարտապանի, ում պարտավորության համար մենք երաշխավորություն չենք համաձայնվել տալ եւ այդ հիմքով
երաշխավորությունը կարող է դադարել։ Երրորդ դեպքը, եթե երաշխավորությունը ժամկետով է եւ այդ ժամկետը ավարտվել է, դրանից հետո երաշխավորությունը ըստ էության դադարում է, կամ եթե պարտադիրը հրաժարվում է ընդունել պատշաճ կատարումը, այդ դեպքում եւս երաշխավորությունը դադարում է։ Փորձենք ամփոփել, թեև այս թեման այդքան երկար չէ, բայց երաշխավորությունը իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, որոշակի ազդում են այն մեր վարկային պատմության վրա, հետևաբար դրա համար պետք է բավականին զգույշ լինել, ինչպես այլ անհատներին, այնպես էլ սեփական կամ այլ բիզնեսներին երաշխավորություններ տրամադրելու համար բանկերը եւ վարկային կազմակերպությունները որպես կանոն փորձում են իրենց առավելագույնը ապահովագրել, դրա համար եւ պահանջում են գրավներ եւ պահանջում են բոլոր բաժնետերերից երաշխավորություններ, եթե խոսքը գնում է բիզնեսի կամ ընկերության մասին, եթե խոսքը գնում է անհատների մասին, որպես կանոն ռիսկային դեպքերում, օրինակ թոշակային տարիքում գտնվող մարդկանց համար եւս պահանջում են ավելի երիտասարդ բարեկամի օրինակ երաշխավորություն եւ երաշխավորությունը մի բան է, որի դիմաց մենք ռեգուլյար կամ պարբերական վճարումներ օրինակ չենք կատարում, հնարավոր է ինչ-որ պահի մոռանանք եւ դա հիմնական պարտապանի կողմից չկատարված պարտավորությունների արդյունքում որոշակի անդրադարձ ունենա մեր վարկային պատմության վրա, որը հետագայում խանգարի մեզ վարկեր վերցնելիս կամ լրացուցիչ երաշխավորություններ տրամադրելիս։ Հուսով եմ այս հաղորդումը օգտակար էր ձեզ հասկանալու երաշխավորության հետ կապված ռիսկերը, ինչպես դրանք հասկանալ, անպայման պետք է կարդալ պայմանագրերը, պետք է հասկանալ պարտավորության ամբողջ չափը, պետք է վստահ լինել, որ ում համար տրամադրում ենք երաշխավորություն վստահել է, պարտաճանաչ, պատասխանատու, այլապես հնարավոր են դեպքեր, երբ մեզ կասեն ուղղակի թուղթը ստորագրի, այնքան որ մի հատ վարկ պետք է ստանամ, իսկ թուղթը իրականում մեզ բավականին լուրջ պարտավորությունների առաջ կարող է կանգնեցնել։ Հաջորդ թեմայում արդեն կխոսենք ֆինանսական ներդրումներից։